Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ոնց որ Նիկոլն էր ասում իմ ոգին անկոտրուն է, այնց էլ գանգա ոգին է անկոտրուն։ Եվ համարձակություն է էռատոն ձեռք բերում իր օգնականի հետ, այն օգնականի, այն կնոջ, որի երեխան նույնպես զոհվել է Արցախում։ Ելնում գնում են եռաբլուր գիշերով ժամը 12-ից 1-ի սահմանները։ Դե բնական է, ինչու են այդքան ուշ ժամի գնում, որպեսզի մարդիկ այնտեղ չլինեն։ Երևի իր օգնականը, որի զավակը նույնպես զոհվել է Արցախում, ուզում է գնա այնտեղ, օգնականի խաթրը չկոտրելու համար ինքն էլ է հետը գնում, թե արի իրար հետ գնանք թիկնապահներով գնում են։ Գնում են եռաբլուր և տեսնում են այնտեղ մայրեր կան էլի սքացող, զարմանում են, որ այդ ժամին այնտեղ էլի մարդ կա, մոռանալով, որ ծնողի համար, հոր թե մոր համար ժամ ու պատարակ չկա, եթե ծնողի սիրտի մեջ մռմուռ կա, ցանկացած ժամի էլ կարա գնա, ցանկացած ժամի, 24 ժամվա ընթացքում երբ ուզենա կգնա, գնացել են իրենց երեխաների գերեզմանների մոտ, սգում են իրենց վշտերով։ Եվ այնտեղ սրանց ճանաչում են էռատոյին, այս պոռնիկին, 50 դրամանոց դուրս ընկած անբարոյական պոռնիկին, որ դեռ համարձակություն է վերցրել, գնում է եռաբլուր։ Նախ ասեմ, որ պատկերացնում եմ, որ էռատոն նայելով այդ հազարավոր եռագույն դրոշներին, ծածանվող գերեզմանների վրա, երևի քմծիծաղ է եկել երեսին, նայելով ասել է, ապրեք, դուք զոհվեցիք, հանուն ինձ, իմ ամուսնու և իմ երեխաների, որ մենք լավ ապրենք։ Եվ վերջին հաշվով, դա ծաղրանք է, ծաղրանք։ Իրա գնալ այնտեղ, դա ևս մեկ անգամ հայույանք է, անարգանք է զոհվածների հանդեպ։ Գնացել ես ինչ անես, պոռնիկ ընդեղ, որ Լուցիֆերին ասես նայի, այսքան դիակներ եմ մատաղարել քո համար, մեր հայր Լուցիֆեր։ Եվ այդ ծնողներից մեկը նրան սկսում է անեծքներ տալ, սա վրդովում է, թե ինչ համարձակություն ունես դու ինձ անեծքներ տաս, մատ է թափ տալիս։ Շուռ է գալիս, որ գնա, մյուս ծնողն ասում է, դու անգերեզման ես մնալու, մարդասպան։ Սա նորից է կատաղում, վրդովում է, իբր այնքան մաքուր է, այնքան սուրբ է, թե ոնց կարան ինձ սենց անեծքներ տան։ Շուռ է գալիս մոտենում և մատ է թափ տալիս այդ ծնողների վրա, Հələ կտենակ, թե ես ձեր հետ ինչ կանեմ, այդ ձեր ասած բառերի համար։ Ինչ պետք է անես, այ պոռնիկի վաստակ։ Իրանց էլ պետք է սպանես, գլխների սարքես։ Դուք այսօր կաք, վաղը չկաք։ Զարմանալին գիտեք որն է, որնա լինելով մայր, ես ուղղակի ապշած եմ։ Դու 4 երեխա ես ցրթել։ Միթե քո մեջ այ պոռնիկ էռատո մի գրամ մեղքի բաժին չկա։ Դու չես զգում քո մեղքի բաժինը այդ հազարավոր դիակները տեսնելով, գերեզմանները։ Իհարկե չունի մեղքի բաժին։ Եթե մեղքի բաժին զգար, հասկանար, որ մեղք ունի ինչ-որ միտեղ իր մեղքը կա, նա մատ թափ չէր տա։ Եվ ընդհանրապես այնտեղ ես գնացել, ինչի համար ես գնացել։ Ես նրա գնալը համարում եմ մեսիջ, այդ պոռնիկը որտեղ որ գնում է, մի փորձանք ըլնում է, դա մեսիջը հայ ժողովրդին, որ էլի են այսքան զոհեր ըլնելու, մեր Լուցիֆեր պապան նորից է
հոգիներ պահանջում։ Դե ինքը անհոգի է, ինչպես գիտեք, բոլոր սատանիստները իրենց հոգիները վաճառել են Լուցիֆերին, սատանային, փողի դիմաց։ Նա ոչ սիրտ ունի, ոչ հոգի ունի, ոչ էլ խիղճ ունի, ոչ էլ մեղքի զգացում։ Դա նրանց համար չի, դա նրանց համար դա անհասկանալի երևույթներ են։ Ինչ ա եղել որ, ինչ մեռել են, զոհվել են, թաղել ենք, թե սպանել ենք, տվե ինչ ենք արել, դա նրանց համար սովորական բան է, սատանիստների համար։ Անգամ եթե Էռատոյի 4 երեխուն, հավատացնում եմ ձեզ, սատանիստների օրենքը իրենց մեջ այդ կանոնադրությունը տենց է։ Եթե անգամ Էռատոյի 4 երեխուն մորթեն դնեն իր դեմը, հավատացնում եմ ձեզ, աչքերից մի կաթիլ արդյունք չի թափվի։ Նա շատ սառը դեմքով կնայի իր մորթված երեխեքին ու կասի ընդունիր մեր հայր Լուցիֆեր, իմ երեխաների հոգիներն ու մարմինը։ Նրա մատ թափ տալը հենց դրա մասին է խոսում։ Էլ չեմ ասում ինչքան հազարավոր երեխեք են մնացել Արցախի տարբեր տեղերում։ Այո, կան վկաներ, հենց այնպես մարդիկ չեն խոսում, որ Էռատոն իր աղբոր հետ, Ալեն Սիմոնյանի հետ, այն թեժ պատերազմի ժամանակ գտնվել են այնտեղ, որպեսզի քողարկեն, մաքրեն հետքերը, այդ հազարավոր դիակները չգան Հայաստան, ժողովուրդը չխելագարվի Հելնի սաղին տապորի, ընդհանուր մի գերեզման են փորել տալի, մեծ գերեզման, ռուսերենով տրակտորով էլի սենց, փորել են տալիս եւ ասում են այդ դիակները սաղին լսեք ընդ ծածկեք, որ հանգարց այսքան դիակներ չգնա Հայաստան։ Մենք էլ ժողովրդին կասենք, որ անհետ կորածներ են, պատերազմը անհետ կորած են, միգուցե Ադրբեջանում գերության մեջ են, անհետ կորել են, չկան, փախել են, որպեսզի ծնողները այդ հույսով ապրեն, որ մի օր էլի, միգուցե մի օր իր զաբակ, իր երեխեն կհայտնվի, կգատուն կվերադառնա։ Բայց այդ ծնողները չեն գիտակցում, որ նրանք էլ վաղուց չկան։ Եվ այդ հույսով ապրում են, այտենց էլ կծերանան, եւ այդ հույսով էլ, նրանց վերադարձի հույսով էլ, այդ հույսը իրանց սրտների մեջ պահած, այտենց էլ կմահանան, կգնան։ Ահա թե ինչու էր Էռատոն եւ Նիկոլը շտապում այս երկու մարդկային տականքները, որ Արցախը հանձնեին Ադրբեջանին, որպեսզի մաքրվեր այդ հետքը, Արցախը մնար Ադրբեջանի կազմի մեջ, դիակներն էլ կմնան ընդ, ով է գնացող նրանց հետևից, ով կարա, թեկուզ իշխանություն փոխվի, ոչ են գնալու Ալիևին ասեն արի մի հատ ցույց տու որտեղ է, ինչա ուզում ենք ման գանք, բերեն մեր վրա այդ էլ կոտրեն, ապացուցեն, որպես փաստեր։ Բայց այս անասունները, այս պորնիկ դուրս ընկած իր մարդը չեն հասկանում մի բան, որ հազարավոր դիակներ փոս փորելով, նրանց ընդ գցելով ու թաղելով, ծածկելով, հետքերը կորցնելով, չէ որ մարդիկ են տեսել, դա մի հոգի, երկու հոգի չի, նա դիակներ այլ հազարներով։ Մարդիկ եղել են տեսնողներ, պատմել են, թե ոնց է Էռատոն ընդեղ իր աղբերը Ալեն Սիմոնյանը, որ այդ հետքերը մաքրեն։ Իրենց աչքերով տեսել են, ականջներով լսել են, եւ այդ մարդիկ կան։ Պարզապես այսօր դուք իշխանություն եք, սրանք այս պոռնիկները իշխանություն են, որոնք վախենում են խոսան այդ մասին, սպասում են հարմար պահի, որպեսզի իշխանությունից մի օր զրկվելուց նոր իշխանությանը գան, նոր վկայություն տան։ Բնականաբար, ես վստահ եմ, ինչ ձևի իշխանություն էլ գա Հայաստանում, այս գործերը բացելու է։ Սրանց բոլորին ձերբակալելու են, վերջին հաշվով այս ամեն ինչի համար մեկը պետք է պատասխան տա, թե չէ։ Հələ մի հատ էլ մատ է թափ տալիս, հայ պոռնիկ դուրս ընկած։ Ես դեմ եմ, այո, ասում են, սենց մի ասացված կա, ընդհանրապես երեխաները ծնողների արարքների համար պատասխան չեն տալիս։ Ես դեմ եմ, որպեսզի երեխաներին պատժես ծնողների պատճառով։ Բայց սա նախադեպը չունեցող մի բան էր, համազգային, որ ազգի գլխին բերեցին։ 44 օրվա պատերազմը ես համարում եմ ցեղասպանություն։ Այս իշխանությունը ցեղասպանել է այդ երեխեքին, բոլոր զինվորներին։
Դուք եք տվել կոորդինատները, ամեն ինչը ցույց եք տվել եւ Ադրբեջանը ռմբակոծել է տեղերը եւ բոլորին սպանել են։ Մսաղացի են վերածել։ Այդ մատղաշ սերունդին։ Սերունդ, որի մեջ ապագայում կարող է լինեին հռչակավոր գեներալներ, միգուցե պետության ղեկավարներ, բժիշկներ, նկարիչներ, գենոֆոնդ եք դուք վերացրել, գենոֆոնդ։ Մարդ երբ որ մորից ծնվում է, մի բան Աստծո կողմից նրա մեջ դրված կա։ Անհնար ամեն մարդ մի շնորհք մեծանալուց մի ինչ-որ մի մասնագիտություն, մի բանի մեջ նա փայլում է, երևում է։ Դուք սպանել եք ազգի գենոֆոնդին, տապորել եք տվել, մորթել եք, մսաղաց եք արել ու մեղքի զգացում էլ չեք զգում։ Ինչ ա եղել, որ իրենց համար հանգիստ ման են գալի։ Ուլը դու երատո զարմանում ես, թե ինչ են քեզի վիրավորում կամ անիծում։ Պորնի գոնե գլուխդ կախեիր, սուսուփուս հեռանայր։ Հələ մի հատ էլ մատ ես թափ տալի, ահ ես տալի, թե դե կտենակ ձերդ ինչ կանեն, ինչ կլի ձերդ։ Դե ինչ պետք է անես դու, այա գարկա դու ինչ պետք է անես։ Եթե անգամ քո երեխեքից էլ դու գիտես ծնողները մոռացել են, անհնարին է, որ չգտնվի մեկ կամ երկու ծնող, որը երթում կերածը լինի իր տղայի զավակի շիրիմի վրա, որ բալես, ես ես մուրը հանելու եմ։ Այսօր են իշխանություն։ Վաղ իշխանությունից կընկնեն։ Ճիշտ ամեն իշխանությունից իշխնողին երկրի ղեկավարի մի 2-3 թիկնապա է պետությունը տրամադրում, բայց դա չի օգնի, այդ թիկնապաներն էլ կսպանեն կմտնեն ձեր տուն, ձեր սաղին կմորթեն։ Որովհետև նորից եմ ասում, սա նախադեպը չունեցող մի ցեղասպանություն էր, որ դուք արեցիք հայ ժողովրդի գլխին, այդ մատղաշ սերունդների գլխին։ Սա չի կարա մոռացվի։ Այդ դրա համար, երբ որ ձեր երեխաներին մորթեն, ես չեմ կարող ասեմ, որ լավ բան չեք արել։ Եվ իմ նման բոլորը, որտեղ ձեր երեխեքը նրանցից առավել չէին։ Ձեր երեխեքը այսօր հասուն են, գիտեք չեմ վախենում, դուք էլ եք վախենում, վախի մեջ եք ապրում, որ մի օր դատաստանի օր է գալու։ Որովհետև վրեժխնդրով լցված անձնավորությունը չի ասի որ օրին եւ որ ժամին։ Վրեժ լուծողը քամուպես անսպասելի կհայտնվի, իր արածը կանի ու կհեռանա։ Դուք մարգարեներ չեք, որ գուշակեք որ օրն է վտանգը ձեզ մոտիկանալու։ Այս այա ձեզի սպանում, որ չգիտեք երբ, որ ժամին դուք պետք է պատժվեք։ Ոնց է այդ 9 գրամանոց գյուլեն գալու կպնի ձեզ ու քո երեխեքին, ձեր ընտանիքին եւ բոլոր ձեր քպեական ագարտեկին։ Երկու տարի առաջ մի դեպք եկավ իմ ականջի մեջ ընկավ, ինձ պատմեցին իհարկե, որ երրատոն ընկերու հետ ինչ որ նստած, թե մի ինչ ճանապարհով է եկել, դա կարևոր չի, հարբած են եղել, խմել են, քեֆները լավացել է։ Այս ընկերուին չգիտես ինչի խոսքի մեջ են մտել, խոսացել են տարբեր բաներից, այս ընկերուին համարձակություն է ձեռք բերել, ասել է լսի աղջի, այդ ագարկանային, այս 44 օրվա պատերազմի այս դեպքերը, այսքան բաներ էլի լավ, ես չեմ հասկանում, էլի չեք վախենում, ասենք ախր ես ժողովուրդը ասես մուռ կհանեն էլի ձեզնից, դուք վախ չեք զգում։ Չէ որ դուք եք հայ, ես Հայաստան այս ժողովուրդը բաներ, մարդ պետք է մի քիչ վերջնաշուտ դուք իշխանություն եք էլի, չէ որ այս ամեն ինչը ձեր վրա է, դուք չէ պետք է պատասխան տաք։ Եվ ինչա պատասխանել ընկերուն, էլի խմելը լակելա։ Ես թքած ունեմ բոլորի վրա էլ։ Ու ես հայրենիքի վրա էլ։ Ես ատում եմ հայերին։ Հեռատոն ասել։ Այդ որ մեկին է պատժեցին, Լևոնին, Քոչարյանին, Սերժին կամ մյուսին, որ մի հատ էլ մեզ պատժեն։ Սաղ մարսել են, մենք էլ կմարսենք, ինչ ա եղել որ։ Եվ ընդհանրապես թքած ունեմ բոլորի վրա էլ։ Ես ատում եմ այս ժողովրդին էլ, այս երկիրն էլ։ Այդ գարարումս մի անգամից հանեցին։ Հետո մարդիկ կիսվել են, տարածել են, բոլորը հանում են այդ գռարում, դե պարզան չեն հանում, իշխանության վրա են, ԱԱՑ-ում խակերներ կան, երևի բան կան, ասում են նրանք էլ մտնում Facebook-ից հանում են։ Հանեք չանեք, այդ հիշողություններն ու մարդկանց վրեժ խնդրություն, եթե մարդը որոշել է վրեժ լուծի, նա լուծելու է ուշ թե շուտ։ Ուշ թե շուտ։ Այո, 44 օրվա պատերազմը դա ցեղասպանություն էր այսօրվա իշխանության կողմից։ Նրանք մատաղ արեցին այս սերունդի սատանային։
հանուն փողի։ Նորից եմ ասում, որտեղ սատանիստները ժողովուրդ ջան, իրոք նրանց կանոնադրությունով խիղճ, հոգի, սիրտ, խղճալ, արտասվել նրանք չունեն այդպես բան։ Որովհետև նրանք փողի դիմաց վաճառել են իրենց հոգին։ Նրանց հոգին պատկանում է սատանային։ Ես էլ եմ ասում, եթե էրատոյի 4 երեխուն մորթեն դնեն դեմը, մի կաթիլ արցունք աչքերի շետա։ Սառը կնայի, ասի սա նորմալ է, սա վատ բան չի, ինչ ա եղել, որ գնում են մեր Լուցիֆեր պապայի մոտ, հավերժություն են գնում, իրանց խելքով, իրանց անասուն խելքով, այս զոմբիների, այս տավարների։ Իբր դժողքը հենց ինքը դա դրախտն է, էլի կեթանոն դե։ Լուցիֆերը նրանց ընդ կենթանություն կտա։ Եթե այդքան վստահ եք, առանց թիկնապայի հելեք մարդու կնիկ փողոցով քայլեք։ 5 րոպե չի քաշի ձեզ շան նման կսատկացնեն։ Ձեզանից յուրաքանչյուրին։ Գիտեք ինչ, ժողովուրդ ջան, այս ամեն ինչը լսելով ու տեսնելով ես զարմանում եմ մեր լռության, համբերության, հանդուրժողականության վրա։ Իրոք գիտեք ինչ, նրանք այդ կերպարն են, նրանք արուն թափող են, դա նրանց համար սովորական բան է, նրանք թքած ունեն ժողովրդի վրա եւ այդ զոհերի վրա։ Ես ուղղակի վատ եմ զգում, որ մենք էլ ազգովի թքած ունենք այդ զոհերի վրա։ Ինչ ենք սենց անտարբեր այս ամեն ինչի համար։ Երբ ենք վրեժ լուծելու, երբ։ Կգա այդ օրն էլ կգա միգուցե, ես կասկած չունեմ։ Բայց այս լռությունը, այս հանդուրժողականությունը դրանց ավելի է ոգևորում։ Երբ որ հանցագործը մնում է անպատիժ, նա նոր հանցագործություններ է գործում։ Այո, նրանք անպատիժ են մնացել, որովհետև էշիականջում քնած ենք։ Դրա համար ինչ ուզում էլի անում են։ Ասում են մեկը ձեն չեն անում, ինչ եմ որ։ Հայ ժողովուրդը դավաճաններ սիրող ժողովուրդ է։ Եթե դավաճաններ սիրող ժողովուրդ չլինեին, 35 տարվա մեջ մի դավաճանի գոնե սատկացրած կլինեին։ Սա էլ ապտակ մեր բոլորիս, ամբողջ հայ ազգին։ Ճիշտ են այդ հարցում։ Եվ էրատուն մայր կոչվելու իրավունք ունի։ Ինչ ասեմ չգիտեմ։ Այսքանը։ Ստեսություն ձեզ։